Ավելի քան 4 ժամ քննչական կոմիտեն անհետաձգելի գործողություններ է իրականացնում Տերյան հասցեում գտնվող Տաշիր գրուպի գրասենյակում։ Թե ինչ վարույթի շրջանակում են այդ գործողություններն իրականացվում, պարզ չէ, ավելի վաղ տեղեկություն էինք ստացել, որ այստեղ խուզարկություններ են տեղի ունենում եւ քննչական կոմիտեից Ազատությանը միայն փոխանցեցին, որ այս անհետաձգելի գործողությունները կապ չունեն Սամվել Կարապետյանի քրեական գործի հետ, ինչպես գիտեք, Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար, որի շրջանակներում էլ եւ գործարարը կալանավորված է։ Այսինքն հաշվի առնելով, որ այս անհետաձգելի քննչական գործողությունները որևէ առնչություն չունեն քրեական այդ գործի հետ, կարելի է ենթադրել, որ նոր քրեական վարույթ կա, որի շրջանակում էլ արդեն ավելի քան 4 ժամ քննչական կոմիտեն կոնկրետ գործողություններ է իրականացնում։ Ներսում են նաեւ փաստաբանները, մինչ այս պահը նրանք որևէ տեղեկություն լրագրողներին չեն հայտնել, թե ինչ գործ է, որքանով է առնչվում այն Սամվել Կարապետյանի հետ եւ մասնարարպես ավելի քան 4 ժամ ինչ են խուզարկում քննիչները։ Ես նշեմ, որ դուռը այս պահին էլ փակ է եւ հնարավոր չէ մուտք գործել։ Այսօր ավելի վաղ այստեղ էին ժամանել ընդդիմադիր Հայաստան խմբակցության երկու падգամավորներ Գառնիկ Դանելյանը եւ Գեղամ Մանուկյանը։ Նրանք փորձել էին մուտք գործել գրասենյակ, սակայն քննիչները թույլ չէին տվել եւ Գառնիկ Դանելյանը թեև մանրամասներին տեղյակ չէր խուզարկությունները ինչ գործի վարույթում են իրականացվում, պնդում էր, որ ամեն դեպքում այնինչ այժմ տեղի է ունենում այս գրասենյակում նույնպես փոխկապակցված է Սամվել Կարապետյանի այն հայտարարության հետ, որտեղ նա փորձում էր պաշտպանել հայոց եկեղեցին, մայրաթոռը եւ ինչի կապակցությամբ էլ նա կալանավորվեց։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Իդեպ այս խուզարկությունից առաջ այսօր վաղ առավոտյան հրատապ ասուլիս էր հրավիրել Սամվել Կարապետյանի փաստաբանների Արամ Վարդևանյանը եւ եթե ամբողջացնենք հիմնական միտքն այն էր, որ Կարապետյանը ոչ թե քրեական հետապնդման է ենթարկվում, այլ նրա դեմ քաղաքական այսպես գործ է կարվել եւ Վարդևանյանը պնդում էր, որ թեև Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, սակայն կոչ ըստ էության չունի, այսինքն կա քրեական այսպես հոդվածը մեղադրանքը, բայց գործողությունն, այսինքն կոչը գոյություն չունի։ Ի տարբերություն այլ աղմկահարույց դեպքերի քրեական գործերի, որոնցից շատ-շատերը դուք լուսաբանել եք, այս գործը մի առանձնահատկություն ունի։ Այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա, քանի որ այստեղ մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։ Այսինքն քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։ Բայց իհարկե աբսուրդը ունի ակունք, որտեղից ձևավորվեց այս իրավական աբսուրդը։ Կարծում եմ կրկին բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թվականի հունիսի 17-ին։ Մենք տեսանք ինչպես գործադիր իշխանության ղեկավարը Facebook սոցիալական ցանցի միջոցով ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք այդ թվում ուղղված էին Սամվել Կարապետյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն, որը աննախադեպ էր, որը եվրոպական որևէ մի երկրում չենք տեսել։ Այդ կետից սկսած արդեն մենք ունենք քաղաքական հետապնդման ուղիղ փաստական տվյալ։ Ակնհայտ է, որ այս ամենը ստեղծվեց նաև նրանից ելնելով, որ Սամվել Կարապետյանը արտահայտեց իր վերաբերմունքը մեր եկեղեցու, մեր մայրաթոռի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նոր քրեական վարույթ է հարուցվել եւ ինչպես քննչական կոմիտեից փոխանցեցին Ազատությանը, տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Իդեպ քննչական կոմիտեից չեն մանրամասնում, թե երբ է հարուցվել այս նոր քրեական վարույթը։